Փարքնժդեհին։ Մենք երբեք պետք է ձեռքներս ծալած չնստենք ու չսպասենք օգնություն դրսից։ Այսինքն, եթե չխնդրենք օգնություն, մենք չենք կարող սպասել օգնության։ Դուք գիտեք, այն ինչ որ արվում է մեր գլխին, մեր երկրի գլխին, որից է բողոք Հայաստանի Հանրապետության այս թալանչիների, այս քեմալիստների կողմից, որից է բողոք միջազգային ատյաններում չի բարձրաձայնվում։ Այսինքն Ալիևը ինչ ուզում է, սրանք անում են։ Ժողովուրդը մեղադրում է, ասում է, չի հասկանում ինչ է անում, չի հասկանում է։ Ինքը դրա համար է եկել։ Բայց դու պետք է բողոքես, ձեն հանես, գոնե, եթե ֆիզիկապես չես դիմադրում, գոնե ձեն հան։ Խնդրի, ասա, գիտեք, այս Ալիևն ու Նիկոլը որոշել են, որ սենց անեն մեր գլուխը։ Օրինակ, Ալիևը հերթական անգամ ասաց, որ Ադրբեջանից Ադրբեջան ինքը նկատի ունի, որ Բաքվից գնան, օրինակ, Նախիջևան, քաղաքը։ Ասում է Ադրբեջանի քաղաքացին պետք է կոմֆորտ տեղափոխվի։ Ինչ է նշանակում կոմֆորտ։ Կոմֆորտն է, որ դու նստես մեքենատ, ասենք Երևան, ուզենաս գնաս Սևան, ասենք, ու մեքենայից իջնես Սևանի ափին, քեզ որից մեկը չանհանգստացնի։ Իհարկե, եթե խախտումներ չես արել, ոստիկանը չի նկատել եւ չի կանգնեցրել։ Կոմֆորտը դա է, որ դու Երևանից գնաս Սևանի ափին մեքենատ կանգնեցնես, իջնես, որից մեկը չխանգարի քեզ։ Իլհամն ասում է, որ պետք է մենք կոմֆորտ Ադրբեջանից գնանք Ադրբեջան։ Սա ինչ է նշանակում։ Հələ եկեք մանացնենք։ Պատկերացրեք, հայկական Շուշիից թուրքը նստում է իր մեքենան, գալիս է հայկական մեղրիով, որից է մեկին որից է բան չասելով, գնում է հայկական Նախիջևան։ Ես ինչու եմ շեշտում հայկական Նախիջևան, հայկական Շուշի։ Որովհետև միջազգային իրավունքով եւ ոչ միայն միջազգային իրավունքով, համամարտկային, պատմական, դրանք հայկական տարածքներ են։ Ինչև էս պահը։ Ինչու է Ալիևը շեշտում Ադրբեջանից Ադրբեջան։ Եվ ինչի ասում կոմֆորտ։ Եթե հիշում եք, Թրամփի ուղու մեջ կոմֆորտ բառ չկա, կան մաքսարին ծառայողներ, որոնք պետք է զննեն։ Այսինքն Իլհամը Թրամփի ուղուն հակառակ բան է խոսում։ Որտեղից այս խոսույթը իրեն։ Եթե Հայաստանում նախապատրաստվում են սահմանադրություն փոխել, որը հենց Ալիևն էլ ընդհանուր կառուցվածքը շարադրելու է։ Իսկ Սերժիկի կոստյումը, որ այս 8 տարի Նիկոլը շատ լավ հագել է, բողոքում էր իբր։ Սերժիկի կոստյումը պետք է փոխեն Ալիևի կոստյումով։ Ու էլի Նիկոլը կհագնի, բայց կդառնա արդեն ոչ թե Պուտինի մարդը, կդառնա արդեն Ալիևի մարդը։ Սերժիկի կոստյումը կարելի է, որ Պուտինի Կրեմլի ասածները այդ վարչապետը հալած յուղի պես ընդունի ու անցկացնի։ Հիմա Ալիևը արդեն առաջանցիկ քայլ է անում, այսինքն գալու է մի բան, որ ասի Թրամփի ուղի։ Ինչպես է ասելու։ Երբ որ իր առաջարկած, Ալիևի առաջարկած սահմանադրությունը այս թրքաբարոներին հաջողվի Իոնիսյանների վերամշակման բան տնեն ժողովրդին խապելով անցկացնեն, Ալիևը հաջորդորն ասել է, ահա։ Բայց ո՞նց է լինում, որ Ադրբեջանի եւ Ադրբեջանի արանքում ինչ-որ պետություն է լինում։ Եթե Նախիջևանն էլ է Ադրբեջան, ձեր համանadrությամբ ստացել, բան եք արել, հաստատել եք։ Ասենք Արցախն էլ է Ադրբեջան։ Ո՞նց կարա Արցախի եւ Նախիջևանի միջև ինչ-որ Հայաստան լինի։ Ու ինքը արդեն տանելու է այդ հարցը առաջ։ Եվ ինքն ասելու է, բազմիցս եմ շեշտել, դե քանի որ դուք ճանաչել եք, որ Արցախն էլ Նախիջևանն էլ Ադրբեջան է, բայց Արցախի ես որ սենց ավիրել, քանդել եք, հանքերը թալանել եք, ժողովրդին սպանել եք, շատ եմ ասել, այնքան եմ ասել, որ գլուխները դպտնի։ Ով է հատուցելու։ Դուք տեսել եք աշխարհում մի ավերածություն, որ անհատույց մնա։ Ռուսաստանի
դրսում եղած միջոցները սարեցնում են, որ դիտան Ուկրաինային, որը Ռուսաստանի հացրած ավերածությունները վերականգնի։ Դուք ինչ եք սպասում, որ Ալիևը պետք է մեզ ասի դե լավ, որ Արցախը վերցեցի, Նախիջևանը վերցեցի, Սյունիքն էլ վերցնեմ, ձեզ կներեմ, չէ։ Մեր հորոպորտ տղեն չի Ալիևը։ Այսինքն Ալիևն արդեն գիտի, որ սահմանադրության նախագիծ կա, որով Հայաստանը հրաժարվում է այդ տարածքներից, որի հետևանքով ինքը կարող է Հայաստանին ցավեցնել, պատասխանատվության ենթարկել եւ Սյունիքը շատ հանգիստ վերցնել։ Դրա համար ինքն արդեն կոմֆորտ բառը օգտագործում է։ Եվ ինքը շատ լավ գիտի, որ Թրամփն էլ հավերժ չի։ Հասկանում ես։ Ու շատ մի գեղեցիկ որ կասի չէ, ախպեր, մի րոպե էլի։ Այդ որ Նիկոլասը 99 տարի խաղացել է, վերդես բան չկա։ Անկամ Ալիևի այդ սարքած սահմանադրությունը, որ բերեն, ժողովրդին խաբեն, համոզեն դա մեր փրկությունն է, պետք է ստորագրեք եւ վերջ էլ Ալիև մեզից ոչ բան չի ուզելու, կամ սև ջահանդամ թե ուզում է, տվողն ով է։ Մենակ Ալիևն է ուզում է, բոլորն էլ կարող են ուզել, եկս Ֆրանսիան էլ կարող է մի բան ուզի։ Դուք ինչ եք մենակ Ալիևից պաշտպանվում։ Մենք պետք է բոլորից պաշտպանվենք, մենք պետք է ունենանք օրենք եւ այդ օրենքով շարժվենք։ Որ ոչ միայն Ալիևը, Էրդողանը, Մակրոնը, հա, Մերցը, չգիտեմ, Հերցը, մեզանից ինչ-որ բան ուզի, մենք պաշտպանվենք մեզ, մեր օրենքով, մեր կամքով, մեր արժանապատվությամբ։ Հա, Նիկոլը մեզ ամեն ինչ տալ կենտրոնացրել է Ալիևի վրա։ Հələ Թուրքիային էլ ասում է, այ ինչ արարատ ինչ բան, դա մոռացեք, հələ։ Անենց անենք Ալիևը բեզից բան չուզի, մնացած ամեն ինչ նորմալ է։ Չի մտածում որ Ռուսաստանում էլ չէ, միանք ասեն որ Հայաստանը ապօրինի ձևով է անկախացել Սովետից։ Ուրեմն ինքը հələ անկախ պետություն չի, մերն է։ Դες բաներ են, չէ՞ խոսում ռուսները։ Եվ երբ որ այդ չարաբաստիկ սահմանադրությունը Ալիևի, որում սարքվում է, որ բերեն, եթե հանգարց իրենց հաջողվի անցկացնել, խորհրդարանում, չնայած խորհրդան, հա, նախորդ ասեմ, խորհրդանը ոնց է ձևավորվելու, շորտ։ Ուրեմն նախորդ այս ընթացիկ խորհրդարանը մենք տեսանք մուրճ մանգաղաստղը ոնց հավաքվեցին իրար գլխին։ Քանի որ սա արդեն ըստ ռուս-թուրքական պայմանավորության Հայաստանի վերջի փուլն է լինելու, որտեղ իրենք արդեն պետք է վերջնական հարված հասցնեն եւ Հայաստանը չկարողանա խելքը գլուխն հավաքել։ Այսինքն սահմանադրությունը փոխեցին վերջ դու հանցագործ ես։ Սկսվելու է հանցագործի պատիժները։ Այսինքն մենք ինքնասպանություն կանենք, եթե Ալիևի ուզած սահմանադրությունը ընդունենք։ Դա կոչվի ինքնասպանություն։ Հենց ընդունեցիք, արդեն այդ process-ն է սկսվելու։ Մեզ դատելու են, մեղադրելու են, պահանջելու են, պարտավորեցնելու են, հասկանում եք։ Սկսվում է այդ մղձավանջը։ Իսկ դա վերջն է լինելու։ Գնդակահարություն մեզ։ Ինքներս մենք, մեր ձեռքով մեզ դատապարտելու ենք ինքնաոչնչացման, գնդակահարման։ Դրա համար Կրեմլին ու Թուրքիային նորից ձեռ է տալու այս տիպի խորհրդարան, որ ասենք Նիկոլը 8 տարի է երկիրը կառավարում է, բայց հələ նախկիններն են մեղավոր։ Այսինքն ինքը 8 տարվա մեջ նախկինների հանցանքները չվերացրեց։ Այսինքն ոչ միայն նրանց չկալանավորեց, սրանց հանցանքներն էլ չվերացրեց, այդ հանցանքները նրանց մինչև հիմա երկիրը քանդում են։ Ինքն էլ չի կարողանում դեմն առնել։ 8 տարի մի կյանք է։ Ու ես դες ասեմ, իրենք իրենց նախիրին համոզելու են սահմանադրությունը, որ բերեն փոխեբան, պետք է ասեն նախիր։ Նախկիններն էին մեղավոր, որ Իլհամը այդ սահմանադրությունը մեզ դեմ տվեց, մենք էլ ընդունեցինք։ Նորից ջարդելու են նախկինների վրա, իսկ այդ դրա համար պետք է նախկինները լինեն խորհրդարանում։ Ու նախկինները ուղղակի ձևական, ընդդեղից ասել են ծղրտում եք եւ վերջ։ Եթե պետք է ընդունեք, կընդունեք, որ դուք եք մեղավոր, որ այս նոր սահմանադրությունը դուք իշխանության չլինելով 8 տարի, միևնույն է, դուք եք մեղավոր, որ Ալիևը այդտեղ սահմանադրություն է գրել ու հայ ժողովուրդն էլ ընդունել է, էլի դուք եք մեղավոր։ Նախկիններն էլ որպեսզի այդ խաղը ստացվի ընդունելու են դա։ Այսինքն խորհրդարանում հավաքվելու են հները։ Հասկացար, այսինքն բոլոր Կրեմլի հապատակները Տաշիր Սամոնել է հին։ Նա թիմ չունի։ Նա քաղաքականությամբ չի զբաղվել։ Եկել է եւ եթե տեսնում եք նախկիններն են այնտեղ։
Բոլոր նախկինները, մի քիչ Սերժիկից, մի քիչ Ռոբերտից, բոլոր նախկինները կապ չունի։ Տաշիր Սամոյին նոր մարդ չենք համարում։ Ինքը նախկին է։ Միանշանակ նախկին է։ Եվ խորհրդարանում Նիկոլի հետ նրանք են անցնելու։ Քոչարյան, որ հարմար հայհոյելու, մեղադրելու, որ ժողովրդի մոտ տպավորություն արելի սրանք էլեգան չթողեցին այս մարդն իր գործն անի։ Նախիր, սա հատուկ քեզ եմ ասում։ 8 տարի, եթե ես լինեի Հայաստանի ղեկավարը, ես 8 տարի հետո չէի ասի նախկիններն են մեղավոր։ Ես արդեն այդ վերացրած պետք լինեի այդ մեղավորության հետևանքները ու նրանց պատասխանատվության ենթարկած լինեի։ Եթե ես 8 տարի մնայի ու ասեի նախկինները դեռ մեղավոր են, որ ես չեմ կարող, ուրեմն ես ձեզ ծաղրում եմ։ Ոնց կարաս մարդը 8 տարի չկարողանա նախկինների հանցանքները վերացնի, հետևանքները նրանց կանոնավորի ու ինքը նորից մնա երկրի ղեկավար։ Նշանակում մենք թույլին ենք նախընտրում կամ ստորին, ամբարոյին։ Մի արդյոք ասել եմ, չէ, անգամ գայլը իրեն այդ առաջնորդ, իրենց ոհմակի գլուխ երբեք չեք տեսնի, որ մի թույլ գայլ դնեն։ Միշտ ուժեղին են դնում։ Եթե դա անասուն այդքան հասկանում է, իսկ նախիրը չի հասկանում, դրա համար նախիր է կոչվում։ Ուրեմն մենք ինչ ենք անելու ընդհանրապես։ Մենք պետք է հասկանանք մի բան, որ ընտրությունների գնանք չգնանք, մենք պետք է կռվենք նախկին ու ներկա ասացի դեմ։ Բոլորի դեմ։ Չկա ուրիշ ելք։ Նիկոլն էլ է նախկին, Ռոբերտն էլ է նախկին, Սերժիկն էլ, Տաշիր Սամոնն էլ, Լևոնն էլ, հասկանաք, սրանք բոլորը նախկին են։ Դա չի նշանակում, որ մենք պետք է ինչքան հանրապետական կուսակցության մեջ ինչքան հայ կա դրանց դեմ լինենք, դաշնակցության մեջ ինչքան հայ կա դրանց, չէ, դրա սպառագլուխների հետ։ Եթե մենք ամբողջ կուսակցությունները առանձնացնենք, ամբողջական, դրանք հին կուսակցություններ են, մի քանի հազար անդամ ունեն։ Դրանք այդքան հազար մարդ մեզանից հեռացրեցինք։ Դա պարակտում է կոչվում։ Իսկ այս գործում մեզ օգնելու է եկեղեցին։ Ոչ Գարեգին Բեի գլխավորությամբ, ինքը չի անում դա, մենք դա տեսնում ենք։ Եկեղեցուն պետք է ակտիվացնենք։ Հիմա Արամ առաջինին պետք է համոզվի, ստիպվի, բայց սա էլ պետք է համոզովի չլինի, կամ գտնվի մի հզոր արքեպիսկոպոս, որը Նիկոլի կամքին հակառակ, նախկինների կամքին հակառակ, Գարեգին Բեի կամքին հակառակ, իսկապես ազգային, ասենց գծով մտնի ու առաջնանի ժողովուրդը իրան ընդունեն։ Ու ինքը կարողանա համախմբել իր շուրջ բոլորին։ Կարող է իր շուրջ, ասենք, ազգային մտածելակերպ ունեցող, ասենք, դաշնակցական ոչ այն որ պատգամավոր է եղել, նախարար է եղել, դրանք չէ։ Հանրապետական կուսակցությունից գա, ովքեր ազգի մասին մտածում են։ Այսինքն ներքևի էշելոններում եղած մարդիկ, ովքեր արյունոտ ձեռքեր կամ կեղտոտ մտքեր չեն ունեցել։ Հասկանում եք, բոլորին համախմբի եւ այդ Ալիևի ասած ռևանշը տեղի ունենա։ Եթե չէ, նախկին ու ներկան խաղալով այս ամեն ինչը տանել են առաջ ու վերջնական կործանվի։ Ուրեմն այս գլխեն ասեմ, ընտրություն կգնանք թե չենք գնա, մեր կռիվը լինելու է բոլորի դեմ։ Նախկին, ներկա, Լևոն, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ, Տաշիր Սամո, Դոդի Գագո, դրանց։ Կոնկրետ է դրանց դեմ։ Որ ժողովուրդը հասկանա, որ դրանք են կազմակերպում այս ամեն ինչը։ Եվ հիասթափվի դրանց։ Մի կողմ թողի, մինչև ամեն մեկին իր արժանի պատիժը կստանան եւ հայ ժողովուրդը կպրծնի դրանցից։ Մենք պետք է ձայնի իրավունքը մեր վերցնենք։ Նիկոլը չի դժգոհում, չի բողոքում։ Ասում է թող Ալիևի սրդով լինի։ Հետո էլ հայրը նեղվում են, լավ է արևմուտքը չի տենը, որ Ալիևը մեզանից բան է, Սյունիք է ուզում։ Է տեսնում է։ Բայց դու բողոքում ես, որ Սյունիք է ուզում։ Ասում ես տալիս եմ։ Տալիս ես դու քո ապրանքը։ Արևմուտքը չբողոքեք, եթե դուք չեք բարձրաձայնել։ Մնաք խաղաղությամբ։